Armenia TV եթերում 32 ակումբից ես ասում եմ։ Ճանաչեք այս երկու աստղի մասնակիցներին, ուղարկեք SMS եւ մասնակցեք մյուս երկու աստղին։ Բարի երեկո, բարի գալուց 32 ակումբ։ Այսօր ունենք հյուրեր, պատվավոր, երկար սպասված։ Սկսեմ, ուրեմն ժամը լրատվականի հաղորդավար Էռնա Էլիզբարյան։ Բարի երեկո։ Ճիշտ ասած, դուք սովորեք սենց միկրոֆոններով, բայց… Այո։ Ինչպես եք։ Եմ սովոր, ոչինչ։ Ինչպես եք։ Լավ, շնորհակալություն։ Այսօր ո՞նց է կարողացել գալ ուղի եթերը թողել եք։ Դե ես առավոտյան ժամերին եմ աշխատում, այնպես որ խնդիր չեմ տեսնում, 10-ին եւ 12-ին։ Հասկացա։ Ճիշտ ասած չեմ ուզում, ասես միանգամից գործնական հարցերով, ավելի շատ անձնական հարցեր տամ ձեզ, էլի։ Սենց հարց։ Օբամային ինչի Նոբելյան մրցանակ տվեց։ Դե չգիտեմ։ Բայց մեկ տվեցի։ Ինչի համար տվեցին ձեզ։ Խաղաղության համար։ Քարոզելու։ Հա, չէ, ես գիտեի։ Հա, ես Դա չստացվեց սա։ Ես խիստ պաշտոնական տեղեկատվական խոսակցություն երևի լինի, ավելի հեշտ կլինի։ Այո։ Ուշացել եք այդ եթերից, ինձ հետ այք իրա, որտեղ ուղի եթերում իմել լրատվական հումոր չի, էլի, որ Ֆելիքսը կարա ուշանա, սենց կեսից մտնի կադր։ Դժվար է, չէ՞, պատկերացնում եք Երևան սենց մտնի, կներեք ես ուշացել էի, չէ։ Չէ, եղել են։ Սաղալ, չգիտեմ։ Չէ, այդպես բաներ չկա, բայց եղել է, որ եթեր մտնելուց մի րոպե առաջ է մտել։ Այդպիսի դեպքեր եղել են, այո։ Լավ, շնորհակալություն, եղեք ուրախ, ըմպեք։ Շնորհակալություն։ Յուտ, եղեք նորդ։ Էռնա Էլիզբարյան։ Կրկին Armenia TV, նաև 1-1 TV-ին, կամ արդեն հիմնականում TV-ին, Հայաստանի Հանրապետության գլխավոր հոգեթերապևտ Ցոլակ Հակոբյան։ Պայմանավորվենք, պարոն Հակոբյան, որ խոսալու ենք ու ես էլ եմ խոսալու։ Անպայման։ Ես ունեմ խնդիրներ։ Վաղ առավոտյան ժամը 10-ին Նովրոզների կլինիկայում սպասում եմ։ Իսկ ում հետ գամ։ Եթե դրանք սեքսուալ պրոբլեմներ են, ձեր տիկնոջ։ Իսկ եթե ոչ, ուրեմն ընկերուհու։ Ցոլակ Հակոբյան։ Շատ շնորհակալություն։ Այս ինչն է, այս մեր էքսպրոմտում որը տարավ նրան, որ մենք ձեզ պետք է հրավիրենք 3 պատ։ Այդ ո՞րն է։ Այդ հեռուստահաղորդում է, պարոն Հակոբյան, 3-4 եթեր է գնացել, դրա համար է ձեզ անծանոթ, էքսպերիմենտալ հումորի մասին է խոսքը։ Կգամ անպայման, որովհետև ձեր 32 ատամի վրա ատամ ունեմ։ Ասեմ, ինչու, որովհետև Վաչեն մեր նմանակումն արեց ձեր, ես գիտեմ, ու ամենահետաքրքիրը, պարոն Հակոբյանը մեր Ռոբերտին հետո ասել էր, այդ տղային նենց եմ անելու ստրիպտիզ բարի։ Ճիշտ է։ Մեր այս բեմի վրա։ Այս բեմի, օրինակ ո՞նց եք վատ, ինձ որ Ռոբերտը ասեց, որ դուք խոստացել եք, որ Վաչեն ստրիպտիզ բարի, այդ ո՞նց։ Ինձ շատ են դուր գալի ձեր պարոդիաները, մանավանդ երբ համով են լինում, ճաշակով, միշտ ամեն մարդ պետք է իրեն կողքից տեսնի եւ լավ ծիծաղի, որտեղ ես կյանքում ծիծաղն ու ժպիտն եմ փրկում։ Հասկացա, Վաչեն վատ արել։ Լավ չէ, լավ չէ, չփրկեց։ Հա։ Տվեք նրան ինձ։ Առավոտյան 10-ին։ Հիպնոստացնելու եմ։ Ես Վաչեի հետ գամ։ Հիպնոստացնելու եմ, այս բեմի վրա պետք է մերկ ստրիպտիզ բարի։ Հասկացա։ Դե եթե տես կարում եք անեք, էլ ինչի են այս պետում Ուկրաինաներից աղջիկներ վերում։ Մի 4-5 ոգու վերցրեք, կենտրոնացրեք ուղարկեք։ Վատը հենց դա է, որ Ուկրաինայում երեկոյան 10-ին։ Վատը դա է, որ Ուկրաինայում աղջիկներն են տարում մերկ, մեզ մոտ ցավոք սրտի սկսել են տղամարդիկ բարել։ Դուք որտեղ եք լինում երեկոյին եք լինում։ Ես այս քաղաքում եմ ապրում, այստեղ չգիտեմ։ Այդ նրանից է Վաչեի մասին է խոսքը։ Այդ նրանից է, որ դուք լավ կյանքով եք ապրում, իսկ ես հոգեթերապևտ եմ, ամեն ինչ եմ տեսնում։ Շատ բարի, պարոն Հակոբյան, ինձ մեկ էլ մի բան է, միշտ հետաքրքրեց ձեր հաղորդումը նայելուց։ Նախ աշխատում եմ շատ երկար չնայեմ, որտեղ գործեր ունեմ։ Կարող եմ մնամ։
ինձ հետաքրքիր է օպերատորները, ռեժիսորը, մարդիկ ովքեր միանգամից ձեր հետ շփվում են ոչ թե հեռուստատեսությամբ, այլ հենց 5 մետրի վրա ոնց են կարողանում նայել, այդ օբյեկտիվը չի ազդում իրանց վրա։ Գիտեք, անպայման ազդում է։ Զարմանալի է, որ ես նրան չեմ զգուշացնում դիտմամբ եւ հաճախ տրանսի մեջ են լինում։ Եվ Արմենիա հեռուստաընկերության եթերում մի պատմություն կա հետաքրքիր, երբ որ վերջացել էր իմ հաղորդումը հերթական, միշտ ուղիղ եթերում է լինում, ու մյուս հաղորդումը չէր սկսվում։ Հետո խառնվել են զանգել, ես կմեկում պարզվելու որ էֆիրնիկը եթերային աշխատող ուրեմն տրանսի մեջ էր եւ մի 10-15 րոպե այդպես խորը վիճակում այդ արթնացրել էին նոր։ Այդ տրանսի մեջ է, էլի, ինչ է, ինքը մեծ է, հարմար, որտեղ է այդ, գոնե լավ է շատ, ինքն լավ վիճակ է, հավատացնում ձեզ, շատ լավ վիճակ է։ Երբ կտանեք մեզ վաղը ժամը 10-ին նովրոզների կլինիկ ժամը 10-ին տրանսին։ Շնորհակալություն, Ցորակ Հակոբյան, դրա վրա որը ծափարություն է։ Եվ մեծ աճիկով ներկայացնելու մարդու, որը կարծում եմ շատ ավելի շուտ պետք է մեզ հյուր լինել, բայց կապ չունի, ավելի ուշ, քան երբեք։ Չարենցավան քաղաքի քաղաքապետ Հակոբ Շագալյան։ Ինչպես եք։ Շատ լավ։ Մեզ մոտ եկել եք առանց փողկապի։ Իհարկե։ Ինչու։ Ոչ օֆիցիալ հանդիպում։ Ոչ օֆիցիալ։ Ո՞նց է տրամադրությունը, պարոն Շագալյան։ Գերազանց։ Չայնին ծառած էր։ Չէ։ Ծառած չէր։ Ո՞նց եք նայում, այսինքն բոլորս գիտենք, արդեն ամբողջ հանրապետությունը գիտի, որ նա ցած փուչուր սև տղա, այնքան անունը տվեց այդ քաղաքի, այդ քաղաքը հումորի առումով համարի աբարանին հեսա կանցնի։ Համարը։ Ո՞նց եք նայում, որ առաջ անգամ իմացեք Չարենցավանը ներկայացնում։ Դե ինձ թվում է անցել է հումորը աբարանից։ Ինչը։ Եթե շատ պատմություններ պատմեք, հումորով աբարանից անցած կլինի անպայման Չարենցավանը։ Իհարկե։ Կպատմեք, բայց ամենակարճերից իմ ընդունելություններից ուղղակի պատմեմ, որ մի կին եկել էր եւ ասում էր, որ մենք երեխա չենք ունենում։ Քաղաքապետի ընդունելության ժամանակ։ Եվ ոնքուր լացեր։ Օգնեցիք։ Ինքը չէր թողում, որպեսզի իրեն հարցեր տային, ուղղակի անընդհատ կրկնում էր, որ իրենք արդեն 10 տարի, 15 տարի ամուսնացած են ու երեխա չեն ունենում եւ չէր թողում, որ իրեն հարցնեն, ինչով օգնենք ձեզ։ Վերջը խնդիրը նրանում էր, որ երկար կես ժամվա բանակցություններից հետո պարզվեց, որ այդ մարդուն դրամական օգնություն էր պետք, որ գնային ուղղակի հետազոտվեին, բայց ինքը քաղաքապետին դիմում էր, որ մենք երեխա չենք ունենում, մի բանով օգնեք մեզ։ Լավ չի ասեք, կանարյան կղզիներում ենք ուզում երեխա ունենալ։ Ամեն դեպքում, միաժամանակ շատ պատմություններ կունեն, որտեղ եթե շփվում ենք բնակչության հետ, ու մեկը չէ, 100,000 պատմություն կլինի։ Ես գիտեմ, որ Չարենցավանը առաջ կոչվել է Լուսավան։ Հիմա ոնց, եթե միջև Լուսավանն է, պետք է ասենք դիմավորեք Լուսո, Չայտված տարբերակ։ Նաև ինքը նոր քաղաք է, չէ՞, ինքը երիտասարդ քաղաք է, 40-ականներին է կառուցվել ու նաև ինքը համարվում է արդյունաբերական քաղաք ոչ միայն Հայաստանի համար, նաև սովետական միության համար։ Ու գիտեմ շատ զավոդներ կա, շատ եմ գնաց, շատ եմ եկել Չարենցավան։ Այդ զավոդները քանիսն են, 16, 17, 8, կերպ 8 զավոդ, 8 սովետականության նշանակություն ունեցող, այսինքն բայց ընդհանուր առմամբ ավելի շատ։ Ընդհանուր առմամբ 16, ճիշտ է։ Քանի զավոդ է աշխատում այսօր։ Իհարկե այսօր բժնի գործարան արդեն աշխատում է։ Ի ուրախություն մեր